Ռուսաստանը դադարում է լինել Հայաստանի ռազմավարական գործընկերը։ Կառավարության արտաքին քաղաքականության առաջիկա 5 տարվա ծրագրում Փաշինյանը Ռուսաստան բառի հետ օգտագործվող դաշնակցային հարաբերություններ, ռազմավարական գործընկերություն, հայ-ռուսական ռազմավարական դաշինք ձևակերպումները փոխարինել է վերափոխման եւ խորացման ենթակա գործընկերություն արտահայտությամբ։ Եթե Ռուսաստանի դաշնությունը Հայաստանի ռազմավարական դաշնակից չէ, խզեք համապատասխան պայմանագրերը, ռուսական զորքերը հանեք Հայաստանից, 102-րդ ռազմաբազան հանեք, բոլոր առումներով դադարեցրեք Ռուսաստանի հետ կապերը, այլ ոչ թե այստեղ քարոզչություն տարեք, որ Ռուսաստանը թշնամի է եւ այլն եւ այդպես շարունակ։ Քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը նկատում է, Նիկոլ Փաշինյանը ուզում է թաքուն շարունակել օգտվել ռուսական բարիքներից, մնալ անվտանգային տնտեսական հովանոցի տակ, բայց արտաքինից տպավորություն ստեղծել, թե փակել է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների էջը։ Քաղաքագետի համոզմամբ անհնար է լապշաներ կախել Ռուսաստանի նախագահի ականջներին։ Նոր պատժամիջոցներ են կիրառելու Հայաստանի դեմ։ Պատժամիջոցները շատ են, գազի գնից սկսած մինչև օդային տարածքի փակում։ Օդային տարածքը եթե փակվի ու Ռուսաստանից Հայաստան արտաքսվի 300-ից 500,000 արտագնաաշխատակից, կտեսնեք տնտեսության իրավիճակը ոնց է լինելու։ Վտանգավոր խաղ է խաղում Նիկոլ Փաշինյանը, որ անդառնալի հետևանքներ է թողնելու մեզ վրա, նկատում է քաղաքագետը։ Բենյամին Մաթևոսյանի խոսքով 5 է պակաս, որ Ռուսաստանում Փաշինյանին հայտարարեն persona non grata։ Ռուսաստանում իր նկատմամբ արդեն կա որոշակի առումով այսպես ձևավորված որոշում, ինքը այլևս այն քաղաքական գործիչ չէ Հայաստանում, ում հետ իրենք պատրաստ կլինեն փոխգործակցային հարաբերություններ, ինչքան ինքը խորացնի սա, իսկ կառավարության ծրագիրը, այսպես ասած, խաղադրույքների բարձրացմանն է ուղղված Ռուսաստանի մասով։ Ինքը ինչքան ավելացնի, այնքան Ռուսաստանի փաթեթը Հայաստանի եւ Փաշինյանի նկատմամբ մեծանալու է։ 2021-ին կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության գլխում երկկողմ հարաբերություններ բաժնում առաջինը Ռուսաստանն էր։ Նոր ծրագրում 8-րդն է Ադրբեջանից, Թուրքիայից հետո։ Կառավարության արտաքին քաղաքականության օրակարգում ոչ մի հիշատակում չկա հապկի մասին։ Նոյեմբերին ըստ երևույթին Հայաստանը շատ մեծ հավանականությամբ կզրկվի հապկում ձայնի իրավունքից, ինչը դե ֆակտո նշանակում է հապկից դուրս գալ, իսկ դեկտեմբերին ԵԱՏՄ-ում լինելու է այն, ինչը եղավ հապկում, ինչը Նիկոլ Փաշինյանն արեց, ինքը սառեցրեց, չէ, անդամակցությունը հապկին, թեպետ դա գոյություն չուներ, փաստաթղթային առումով այդ ձևակերպումը չկար, նույնը լինելու է ԵԱՏՄ-ի մասով։ Հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններին արևմուտքից ստացած աջակցության գինն է վճարում Փաշինյանն ըստ քաղաքագետի, ավելի խորացնելով հակառուսականությունը մեր երկրում։ Մամուլը գրում է, թե Փաշինյանը որոշել է հետ կանչել Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին, դժգոհ է նրանից։ Գանա Մովսեսյան, Արաքել Օհանյան, Էլենի Ահինյան, Հայլուր։